Սիրելի աշտարակցիներ, ողջունում եմ ձեզ։ Նկարվենք։ Գնացինք։ Շնորհակալ եմ ձեզ ժամանակ տրամադրելու եւ գալու համար։ Շատ ենք խոսել ուժեղ Հայաստանից, շատ ենք խոսել փոփոխություններից։ Ես ուզում եմ ձեզ պատմել, թե որն է այդ փոփոխությունը, ինչն է փոխվելու վաղը։ Այս մարդու երկիրը կառավարը վերցնելուց հետո ինչն է փոխվում։ 5 ամիս հետո։ Սկսենք։ Փոքր տարիքից գանք։ Մարդիկ, ովքեր ունեն երեխաներ եւ ուզում են իրենց համար նոր տուն գնել, հնարավորություն են ունենալու շատ էժան գներով ունենան հիպոթեք, այսինքն ամիսը 80,000 դրամով ունենան տուն, որը 10 տարի հետո էլ վարձի կարիք չունենա, կմնա իրենց էժան տուն։ Երկրորդը համաշխարհային լավագույն ընկերությունները, մեր լավագույն գործընկերները գալու են Հայաստան, ներդրում են կատարելու, որպեսզի երկրում լինեն աշխատելու տեղեր, աշխատատեղեր։ Հայրիկները հնարավորություն կստանան ավելի լավ պայմաններով ընտրել, որտեղ են աշխատում։ Երրորդը գյուղում աշխատող մարդկանց համար։ Շատ ենք լսել, ասում են կարկուտ է գալու, կարկուտ եկավ։ Օրինակ աշտարակում կան գյուղեր, որտեղ կարկտականները չեն աշխատում։ Կան, չէ՞։ 5 տարի չեն աշխատում։ Ժողովուրդ ջան, կարկուտի դեմ պաշտպանվելու համար մարդկությունը 100 տարի առաջ արդեն հնարել է էժան լուծումներ։ Կարկտակայաններ են լինում։ Ասում են բերքը չեն կարողանում վաճառեն։ Բերքի մթերման կայաններ են լինում։ Բերքի կարիքը ունենք։ Ասում են ուսուցիչների աշխատավարձերը բավարար չի։ Մեր ծրագրով ամեն տարի ուսուցիչների աշխատավարձերը Երևանում աճելու են 20%-ով, իսկ մարզերում 25%-ով, հաշվարկով, որ դուք իմանաք, եթե պետական բյուջեն էլ դա չկարողանա անի, արխայինեք լինելու է դա, որովհետև այս մարդը խոսք է տվել։ Մտերումը հիմա Հայաստանի վարչապետը չի կարողանում հարցը լուծի Վրաստանում, որ արտանի, չի կարողանում հարցը լուծի ավելի հյուսիս։ Այս մարդը հեշտ երկու երկրի հետ էլ պայմանավորվելու է։ Կասկածող կարծում եմ անգամ փոքրիկ խմբակում չկա դրա մասին։ Դա մեր գյուղացիների հարցերի կեսը հանելու է, թե Լարսի, թե Վրաստանի։ Արդարությունը երկրում, լայք դնելը, ընդդիմության հետ հավանելը, մեր երկրում պետք է չդառնա քրեական հետապնդման պատճառ։ Ուսուցիչները պետք է կրթեն մանուկներին, ոչ թե լայք դնեն։ Ուսուցիչը ամենաբարձր բանն է երեխայի համար։ Ինչպես ես դու փորձում իրեն իջեցնել, սարքել քո համար քաղաքական պրոցեսների մասնակից անկախ իր կամքից, ինչ սրտով ինքը երեխա կրթելու դրանից հետո։ Ինչու ես մեր աչքին, մեր դաստիարակողներին ուզում նսեմացնես։ Բուժաշխատողը պետք է զբաղվի իր ժողովրդի առողջությամբ եւ ոչ թե լայք դնի, ոչ թե հավանի ուրիշ ուժի, բայց ստիպված լինի իշխանության աջակցել։ Դա ազատությունն է, ժողովուրդ։ Ինչու է պետությունը սկսում ճնշել, որտեվ ինքը գիտի, որ ինչ խոսք է տվել, չի արել։ Ինչ ենք մենք առաջարկում։ Առաջարկում ենք բարեկեցություն, որը երաշխավորվում է Կարապետյանի կողմից։ Առաջարկում ենք վերջապես հավասարակշիռ ղեկավար։ Մի քանի օր առաջ, հիշում եք, մեր երկրի ղեկավարը փողոցում դուրս էր եկել քայլելու։ Ընդհանրապես մարդիկ արդեն սովորել են, հենց ինքը դուրս է գալի քայլելու, աջ ձախ են գնում, որ հանկարծ չտեսնեն։ Երկոքի չկարողացավ։
Երկու հոգու հարց տվեց, մեկին տարավ Բերդ, մյուսին էլ ինչ ասեց այդ խեղճ կնոջը քաշ քշեց, ինչ ասեց։ Հավասարակշիռ ղեկավարը ճոխություն չի Ժողովուրդ ջան, մենք մեր երկրին պետք է նորմալ հավասարակշիռ ղեկավար։ Դա մեծ բան չենք ուզում մենք այս աշխարհից։ Կայուն մարդ, ով չի զարմացել, որ երկու հոգի իրան վարչապետ է կոչում, ով արդեն կյանքում ամեն ինչի ասել է ու դրա կարիքը չունի։ Այս ինչ ես ասեցի, այս փոփոխությունները, որի մենք շանք մոտենք, լինելու են մի մեծ բանի պատճառով, որովհետև մեր հայրենիքում կան մարդիկ, ովքեր չեն սիրում հարմարվել։ Ես ուզում եմ ողջունել մեր աշտարակի ընկերներին, բոլոր ձեզ, որ այսօր ստեղ եք։ Ես գիտեմ, որ ստեղ լինելը ինչ ուժեղ բան է, որ դուք ինչ եք արել, որ ստեղ եք եկել։ Մեկի մաման դպրոցում աշխատում, մի մարդու քույրն է միտեղ աշխատում պետական կառույցում, եւ դա հաշվի առնելով դուք եկել եք, որովհետեւ դուք չեք ուզում հարմարվեք։ Դուք եք այդ բերողը։ Մենք ուղակի այդ բերածը ապահովողն ենք, բայց այդ ամեն ինչը, եթե դուք չլինեիք, եթե ինքը կարողանար վախեցնել այս ժողովրդին, ոչ մեկ աշխարհում չէր կարողանա Հայաստանի կյանքը բարելավել։ Բայց ձեր պես մարդիկ, տղամարդիկ, կանայք, դուք եք, շնորհակալ եմ ձեզանից, Հայաստանը շնորհակալ է լինելու ձեզանից։ Հայաստանը շնորհակալ է լինելու ձեզանից։ Չհարմարվողներ ջան, եթե իմ ասեին, դե լավ, ոչինչ, մի քիչ գորգորում է մարդկանց վրա, մի քիչ հողա տալի յոլա գնանք, զատո այն օրը ասֆալտ էր անում։ Եթե տենց ասեինք, այս օրը չէր հասնի մեր երկիրը, 2000 տարվա մեջ ոտի տակ գնացել էր, չեք հարմարվել, ձեր նախնիները չեն հարմարվել, փոխել են, դրա համար լավարկել են, ունեցել ենք մեծ հաղթանակներ չհարմարվողների պատճառով, ձեր պատճառով ու ձեր կատարած աշխատանքի պատճառով։ Ես ձեզանից շնորհակալ եմ, Հայաստանը ձեզանից շնորհակալ է, որ դուք այստեղ եք։ Դուք տղամարդու եւ հայ տղամարդու լավ օրինակ եք, դուք կնոջ ու հայ կնոջ լավ օրինակ եք։ Հարգում եմ ձեր տեսակը ու ձեր խաթրը, որ այս երկիրը լինելու է ուժեղ երկիր, որ աղքատությունը, այս քյասիբությունը մեր հետևից չի գալու, որ գյուղերում մարդիկ նորմալ են ապրելու, աշտարակն էլ դառնալու է զարգացող ակտիվ քաղաք։ Շնորհակալ եմ ձեզանից։